Սուրճ ու սեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ուրախ ենք ողջունել բոլորիդ եւ իհարկե առաջարկում ենք 1.5 ժամն անցկացնել հանրային ռադիոյի ուղեկցությամբ։ Այսօր եթերում ձեզ համար աշխատում է Տիգրան Հարությունյանը եւ Լուսինե Մուրադյանը։ Մենք կրկին եթերում ենք, մենք նույնն ենք, ոչինչ չի փոխվել։ Բան չի փոխվել, բայց մեր առօրյան էլ չի փոխվել։ Կա ռոմանտիկ ֆոն։ Կարող ես որևէ ավելի ռոմանտիկ ֆոն դնել։ Հիմա փորձում եմ Ես համար եմ պատրաստել ռադիո լսողների համար։ Դե լավ։ Ավելի գիտես ինչ եմ ուզում, այն որ պաթոսով բանաստեղծություն են կարդում տակը դաշնամուրային կլայդեր։ Այ կլայդերման դիր խնդրում եմ։ Շատ համահունչ կլինի։ Ահա, հիմա Լսիր, դու որոշել ես վաղ առավոտյան այդպես անակնկալ։ Համար եմ պատրաստել բոլորիդ համար։ Մի բան գտիր, դե լավ, շատ լավ է։ Ես թվում է սա կոդուրը կգա։ Գնացինք։ Արևը դեռ կիսաբաց աչքերով է նայում, երբ քաղաքը նոր է շունչ առնում լուր, եւ հենց այդ պահին ալիքների միջով Լուսինեն ու Տիգրանն են ասում «Բարի լույս»։ Սուրճի բույր, ժամացույցի շտապող սլակ, եթեր են շտապում սրտով, ժպիտով, որ օրը սկսվի ոչ թե պարզապես, այլ խոսքով ջերմ, հնչյունով հարազատ։ Նրանք գալիս են, երբ լույսը դեռ թարմ է, երբ հույսը տեղ ունի ամեն բառի մեջ, եւ ամեն առավոտ մի փոքր ավելի լուսավոր է դառնում նրանց ձայների միջոցով։ Բարի լույս ասված սիրով ու հավատով, բարի օր սկսված ճիշտ ալիքից, քանի դեռ Լուսինեն ու Տիգրանն են եթերում, առավոտը միշտ ունի սիրտ ու շունչ։ Կարող ես ծափեր ընչեցնել, շնորհակալություն։ Կորցրեցի խոսալու ունակությունը։ Բայց ասա լավն է։ Ծաշկինաքս եմ փնտրում։ Լավն էր, չէ։ Դա դու ես գրել։ Ոչ իհարկե։ Աբոյին ասացի։ Դա մեր մասին էր։ Այո, հատուկ մեր համար էր, ես նկարագրություն էի տվել Աբոյին, որպեսզի նա բանաստեղծություն գրեր, եւ նա գրեց հենց նոր։ Կարելի է ֆոնը փոխել։ Արդեն կարող ես ֆոնը փոխել, զուտ Բայց լավն էր, չէ, համարս։ Ես ցնցված եմ։ Անկեղծ ասած, այսօր բարձրաձայն ընթերցանության օրն է, եւ ես որոշեցի բարձրաձայն որևէ բան ընթերցել։ Եվ այն էլ մեր մասին։ Այո, եւ ես որոշեցի ուղակի որևէ գործ չվերցնել եւ ընթերցել, այլ այսպես։ Գտած տեղադրենք մեր Facebook-յան էջում։ Հա, իհարկե։ Հեղինակային իրավունքները պաշտպանված են։ Շնորհակալություն Աբոյին։ Իսկ այսօր փետրվարի 5-ն է, օրը 5 շաբթի, փաստորեն բարձրաձայն ընթերցանության օրն է։ Շնորհակալություն։ Հիշեցրեցի։ Այո, հիշեցրեցի։ Դե լավ, ինձ թվում է ռոմանտիկ տրամադրությամբ սկսեցինք եթերը։ Ես կարծում եմ ռիթմիկ տրամադրությամբ պետք է շարունակել։ Բարի լույս բոլորին։ Փողոցի անվերջ աղմուկին, խառնելով սուլոցս անհոգ, աննպատակ անշտապ քայլում է։ Ես սիրում եմ քաղաքը իմ հին, ես սիրում եմ քաղաքը իմ շոկ, երբ աստղերն առաջին փայլում են։ Այգիները հագել են կանաչ, մոռացվել են հոգոցու առաջ, երեկոն այնքան խաղաղ, լուսավոր է։ Ես կանչ աղջիկներ են անցնում, նայում եմ նրանց ու մտածում, որ Երևանն իրոք արտասովոր է։ Փշատի բուրմունքն անուշ, տարածվել է ծանոթ վակում, ես մի ամբողջ կյանք այստեղ ապրել եմ։ Արթնացնում է հազար ու մի հուշ, նստարանը ծառի շվաքում, ուր սիրել եմ ու անհույս արփել եմ։ Ընկերներ հեռու մոտիկ, պարզապես անցնող մարդիկ, դուք ինձ համար հարազատ ու թանկ եք։ Սայլակում մանկիկ լացող, զբոսաշրջիկ զարմացող, ախ ինչպես պատմեմ ձեզ իմ բերկրանքը։ Օրը դառնում է գիշեր, գունավոր լույսեր վառված, սրճարանն է կանչում իր գիրկը։ Կնստեմ ու կհիշեմ, սուրճս կմնա պաղած, կթերթեմ հիշողության իմ գիրկը։ Մանկության պայծառ օրեր, ես գիտեմ դուք չեք կորել, այսօրվա կողքին կա երեկվանը։ Այս քաղաքը տունն է իմ, որքան նոր, այնքան էլ հին, հուշերի քաղաք է Երևանը։ Թող որին դժվար ճամփին, պատահեց եւ դառնություն, ու մոտիկ մարդիկ չհասկացան ինձ։ Ունեցա եւ հաղթանակ, ունեցա եւ բարդություն, բայց քաղաքը իմ չմոռացավ ինձ։ Տարապած ու անվեր,
իմաստուն ու ալեհեր դու ես որ բուժել ես իմ վերքերը հարազատ ու աննման հույսի քաղաք Երևան քո մասին են իմ բոլոր երգերը հարազատ ու աննման հույսի քաղաք Երևան քո մասին են իմ բոլոր երգերը երգերը Սուրճ ու սեր առավոտից։ Դե իհարկե դուք ճիշտ ալիքի վրա եք Սուրճ ու սեր առավոտից հանրային ռադիո առաջին ալիք ուղիղ եթեր 9:37 Եվ մենք սիրով շարունակում ենք ասել բարի լույս հարգելի ռադիոլսողներ, առաջարկում ենք հարմարավետ տեղավորվել, եթե ունեք այդ շռայլ հնարավորությունը դիտել եւ լսել մեզ, իսկ եթե վազվզոցի մեջ եք, միևնույն ժամանակ նույնիսկ այդ պարագայում շարունակեք լսել մեզ, համատեղելով իհարկե հաճելին օգտակարի հետ։ Մենք մոռացանք հիշեցնել, որ մեր լայվերը գործարկված են ինչպես armradio.am կայքում, այնպես էլ Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան պաշտոնական էջում։ Այո, դուք մեզ ոչ միայն կարող եք լսել, այլև կարող եք մեկնաբանություններ թողնել, մենք դրանք անպայման սիրով կընթերցենք հարգելի ռադիոլսողներ։ Փետրվարի 5-ն է, օրը 5-շաբթի, ինչպես արդեն Լուսինեն նշեց, այսօր բարձրաձայն ընթերցանության օրն է, համաշխարհային օրն է, օրացույցին մենք դեռ կանդրադառնանք, բայց մինչ այդ առաջարկում եմ, ինչպես միշտ, անհրաժեշտ տեղեկատվության պաշարը բացել եղանակի տեսությունից։ Այո։ Առանց տեղումների եղանակ են մեզ խոստացել ինչպես հանրապետության տարածքում, այնպես էլ Երևանում։ Իմիջայլոց հավելեմ նաև, որ այսօր մի քիչ ավելի ցուրտ էր, քան 3։ 0 աստիճաններ։ Երբ որ տանից դուրս էի եկել, իսկ դա շատ վաղ էր, շատ շուտ էր, -5 էր։ Միջև հասանք ռադիոտուն դարձավ 0 աստիճան։ Ինձ մոտ էլ -1 էր։ Դե շատ լավ է, էլի։ Տեսնենք ինչ է սպասվում առհասարակ հանրապետության տարածքում, ինչպես արդեն նշեցի, առանց տեղումների եղանակ է։ Օդի ջերմաստիճանը այսօրվանից, խոստանում են 5-ից 7 աստիճանով դեպի վեր։ Բարձրացում։ Բերև։ Դե իսկ փետրվարի 6-ից 9 եւս կբարձրանա ջերմաստիճանը 8 աստիճանով։ Ուրա, որովհետև արդեն հոգնեցինք այդ տաք ծանր վերնահակոստներով դուրս գալու։ Ահա, Երևանում այսօր նաև վաղը առանց տեղումների եղանակ է սպասվում։ Օրվա ընթացքում կունենանք մինչև 5 աստիճան տաքություն։ Շատ լավ եմ, շատ ուրախ եմ եւ բնականաբար այո, եւ ենթադրվում է, որ երբ օդի ջերմաստիճանը տաքանում է, չկան տեղումներ եւ մառախուղներ, հետեւաբար նաեւ կարող ենք ասել, որ անցանելի են լինում ավտոճանապարհները։ Տեսնենք։ Այսօր ժամի 9-ի դրությամբ ենք ուզում տեղեկացնել, միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ահա հենց սրա մասին էի խոսում։ Բաց, այո, Ջերմուկի Խաչմերուկից մինչև Կապան եւ Քաջարան Մեղրի ճանապարհներն են փակ, միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար, Վարդենյանց Լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվար անցանելի է, անվաղ շղթաների կիրառմամբ եւ հարգելի վարորդներ, մեզ մնում է միայն նաեւ ձեզ հորդորել, որպեսզի լինեք շատ ուշադիր, խստագույնս պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները եւ երթևեկեք բնականաբար բացառապես ձմեռային անվադողերով ձեր կյանքի մասին եւ կողքի մարդկանց կյանքի մասին մտածելով։ Ճանապարհները հիմնականում փաստորեն բաց են, դժվար անցանելի մի քանի ճանապարհ կա, իսկ դա շատ լավ է։ Տեղափոխվենք Երևանի փողոցներ 7 բալանի խցանում, դիմավորեք։ Բայց ես նկատել եմ մի բան, որ մենք ճկուն ազգ ենք եւ շատ արագ հարմարվել ենք նաեւ այս խցանումներին, եթե նախկինում 7 բալ էր լինում, ժամերով էր գալիս ու այսպես կանգնած էր, հիմա այդ 7 բալը կարծես շարժվող խցանումներ լինեն եւ այնպես չի, որ շատ ենք նյարդանամ, գուցե սովորել ենք, արդեն չեմ կարող ասել։ Ունենք այս պայն ավտովթար Դավիթ Բեկ եւ Աթոյան փողոցների Խաչմերուկին, առայժմ եւս մեկ ավտովթար հայտնվեց, ես տեսնում եմ այստեղ
1 վայրկյան։ Ահա։ Հիմա, ահա 7 բալ է, ինչպես արդեն տեղեկացրեցի, եւ հաջորդ ավտովթարը Խորենացի, տեսնենք որ փողոցի Խաչմերուկ, Չարենց, Խորենացի եւ Չարենց փողոցների Խաչմերուկին է եւ նույնիսկ Չարենցի վրա ունենք 2 ավտովթար այս պահին։ Վթարառատ առավոտ ստացվեց մի տեսակ։ Վթարաշատ Վթարաշատ։ Իրականում շատ կարևոր է որպեսզի լինենք նաեւ մի քիչ ավելի Եղվարտի խճուղու վրա եւս ունենք վթար։ Այս վերջերս այդ հատվածում շատ են, հա, վթարները։ Մի տեսակ Մի խոսքով զգոնություն մաղթենք բոլոր վարորդներին, պահպանեք հեռավորություն, վարորդներ, կարիք չկա այսպես հասնել եւ քիչ եմ ունես դիպչես արխիվի մեքենայի ետնամասը։ Ամենակարևորը էգոիզմ մի դրսևորեք երթևեկության ժամանակ եւ մի կայանեք այնտեղ որտեղ ձեր սիրտն է ուզում կամ ինչպես պատահի հաշվի առեք որ կան մարդիկ մի քիչ ավելի լայն սկսեք տեսնել պատկերները մտածեք մի քիչ ավելի լայն Դա նաև կզարգացնի ձեր մտահորիզոնը։ Ես նորից ուզում եմ դիմել վարորդներին, հատկապես նրանք, ովքեր գալիս են Մոսկովյան փողոցի վրա, կայանում են, չգիտեմ, Մարտինի չեսնում եւ այդպես միացնում են վթարայինները սուրճ են խմում եւ ծխում են։ Ժողովուրդ, մի արեք այդպես։ Խոսքը վերաբերում է Պատանի հանդիսատեսի թատրոնի մոտ այդ հատվածին։ Մի եկեք եւ կանգնեք այնտեղ եւ արեստական խցանում մի ստեղծեք դեպի Նալբանդյան Խաչմերուկ։ Իրականում եթե բոլորը օրինապահ վարեին մեքենաները եւ էգոիզմ չդրսևորեին կարծում եմ այս խցանումների նիշը այսքան դեպք չէր լինի։ Գնանք օթային տարածք, որտեղ չկան խցանումներ, կան եղանակային տարբեր պայմաններ, բայց երբ ամեն ինչ շատ լավ է լինում եղանակային առումով, ապա ամեն ինչ նաև տեղի ունեն ժամանակին։ Ժամանման սանդղակում տեսնում ենք, որ բոլոր վայրեջքները տեղի են ունենալու ժամանակին, կա մեկ Չեխիալ հայտարարված թռիչք, դա Քուվեյթի թռիչքն է, այն չի ժամանի Հայաստան։ Մեկնումների սանդղակ տեղափոխվելով բնականաբար կարող ենք կրկին հստակ նույն պատկերն է, բոլոր մեկնումները տեղի են ունենալու ժամանակին հարգել է ռադիոլսողներ կամ մեկ Չեղյալ թռիչք, թե Քուվեյթի ինքնաթիռը չի գա, հետևաբար նաև չի գնա։ Եվ բարի գալուստ բոլոր նրանց, ովքեր վերադառնում են Հայաստան եւ իհարկե բարի ճանապարհ, հաճելի հույզեր, դրական լիցքեր, ովքեր պատրաստվում են նոր արկածների ու մեկնում են հանգստանալու օրինակ։ Իսկ նրանք, ովքեր հիմա ձեռքը տարան դեպի իրենց գրպան, ուզում են տեսնել կամ գրպանը ցակ է, կամ ուզում են գումար փոխանակել, հասկանանք, թե ինչ փոխարժեքներ է սահմանել կենտրոնական բանկը։ Ամերիկյան $1 փոխարժեքը օրվա 378 դրամ է, 1 եվրոն 446, ռուսական 1 ռուբլը փոխարժեքը 409 դրամ է, վրացական 1 լարին 140 դրամ է եւ արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի օրվա փոխարժեքը 102 դրամ է։ 1 դրամով իջել է դիրհամի փոխարժեքը։ Ամբողջ օրը հաշվում ես, չէ՞։ Հաշվում եմ ամբողջ օրը, որովհետեւ սիրտս տակ երկիր է ուզում, հասկանում ես։ Իմ սիրտն էլ է տակ երկիր ուզում։ Դե հիմա այդպես է։ Ինչու՞ չգնալ տակ երկիր։ Գնացինք։ Իսկ հիմա կարող ենք մտովի տեղափոխվել տակ երկիր, եթե լավ ակտիվ ռիթմեր ներխուժեն մեր եթեր։ Ինչ կարծիք ունես։ Ինչպես ասում են, ուզում ես սիրտդ գնա, հա, այդպես։ Գնա գալիս եմ։ Գնա եւ ես էլ եմ գալիս, ստացվում է։ Գալիս եմ։ Ասա ուրեի, առանց քեզ տխուրեի, ասա որտեղից հայտնվեցիր, ասա թե ինձ ոնց գտար, չէ ոնց դու իմ կյանք մտար, ու իմ սրտի մեջ թաքնվեցիր, իմ սրտի տանիքն ես, ու իմ տանիքն ես, դու ինձ խորտակում ես, քո սիրո ծովում, իմ սրտի մետրոն ես, տարդեպի կենտրոն ես, սիրուց օրորվում եմ, համեր մոլորվում, գնա գալիս եմ, հետըտ պարելու, քո համբույրից է, սիրտս վարվելու, գնա գալիս եմ, հետըտ ուր ասես, չունի աշխարը, մեզ համար քարտես, երասի խոքում, սերը ինձ հողից ոգում, ու հանում է յոթերորդ երկիր, որ քո սիրուց աղթանամ, ու նոր հասկանամ, հեռու չեմ գնա քո գրքից, իմ սրտի տանիքն ես, ու իմ տանիքն ես, դու ինձ խորտակում ես, քո սիրո ծովում, իմ սրտի մետրոն ես, տարդեպի կենտրոն
չունի աշխարհը մեզ համար քարտեզ, բայց վիզաներ դեռ կան, վիզաները չեն հանել։ Հետդ բարելու ու ընդհանրապես այդ վիզային ռեժիմը վիզայի ես համար չի երգում, չեմ կարողանում Սոֆի հասկանալ։ Մաթեյանը։ Ինձ փաստորեն սահմանափակում են, որպեսզի ես երկիր մոլորակով շրջեմ, զբոսնեմ եւ այս պարագայում ես ինչ որ պիտի ապացուցեմ, նայած որ տեղ։ ես գնում եմ գումար ծախսեմ այդ Նայած երկրում։ Դե կներեք, ես այո գալիս եմ գումար ծախսելու, բայց ապացուցելը ո՞րն է, ես չեմ հասկանում։ Մի խոսքով Գնա գալիս եմ, բայց վիզայով։ Չէ, էլի եկեք այդ 9:47, այո։ 9:47 մենք շարունակում ենք եւ բաց ենք օրացույցը եւ տեսնենք էլ ինչ կա չկա։ Բացարա։ Պատուհանդ բացարա։ Այո, Գնացինք։ էջը բաց է մեզ մոտորացույցի բարձրաձայն ընթերցանության համաշխարհային օրվա մասին Լուսինեն շատ այսպես պատկերավոր աղաղակեց Արի բալաստեղծությունը տեղադրենք սկզբում։ Սուրճ ու սեր առավոտից Facebook-յան էջում։ Անպայման, բա ինչպես կարող եմ ես բաց թողել աբոյի այդ գլուխ գործածը։ Բայց ես ավելի հետաքրքիր համեղ բաների մասին հիմա կխոսեմ, այսօր Նուտելայի համաշխարհային օրն է։ Ասենք ինչու ես ախորժակ գրգռում վաղ առավոտյան։ Մարդ եք, չէ, հա։ Շատ։ Դե, չէ, այնպես չի որ։ Չարաշահում ես քաղցրը։ Քաղցրը, հա, չարաշահում եմ։ Էտեն Նուտելանը, որ երեխաներին առնում են, կսում են հացի վրա եւ վաղ առավոտյան ուտում են։ Շատերը հացի վրա չեն քսում, ուղղակի գդալով վերցնում եւ նյամ։ Նաեւ այսօր էրուդիտի օրն է։ Շատ լավ է։ Արի ողջունենք այն մարդկանց, ովքեր էրուդիտ են համարում։ Գնացինք։ Ազգային տոներ։ Այո։ Ազգային տոներ։ Գնացինք ազգային տոներ, նահանգները ինչպես միշտ ամեն առաջին հորիզոնականում եմ, տարբեր տոներով օթերևութաբանի ազգային օրներն են տեղ նշում, ունեն այո։ Շոկոլադե, ֆոնդյուի ազգային հասկանում օրը։ ես, այդպես համահունչ է, էլի, Ես են ուտելանը ֆոնդյուն։ փափուկ ինչ են կոչվում, դրանք sense ֆոնդյուի մեջ, մրգերը ֆոնդյուի մեջ, Ես գիտեմ քո երևակայությունը կբավականացնի թե ոչ, որպեսզի ես հիմա հնչեցնեմ հաջորդ ազգային օրվա մասին ենք խոսելու։ Ընկերոջ հետ, ուշադրություն, ընկերոջ հետ ցնցուղ ընդունելու ազգային օր են նշում այսօր Ամերիկայի Միացյալ Պիտի Նահանգներում։ լացեի, չպիտի ծիծաղեի, ես մյուսի վրա էի ծիծաղում, բայց Մյուսը ո՞րն այն է։ շրջանցեցիր։ Վայ։ Արևմտյան միապետ Թիթեռնիկի օրն է այսօր։ Օ դու արևմտյան միապետ Թիթեռնիկ, ուր ես դու, ուր Ով է ես։ մտածում եւ հորինում այս օրերը։ Լսիր, ես ասում եմ առաջարկում եմ մենք էլ ուրիշ օրացույց օրինենք, հետո մեր երիտասարդ գործընկերները Բայց մենք չենք կվարեն։ հասնի, մենք իրենց չենք Չեք հասնի։ հասնի, Սառեցված յոգուրտի ազգային օր են նշում այսօր նահանգներում։ Ստորագրման ազգային օր, որը շուտով այլևս կվերանա, որովհետև կան էլեկտրոնային ստորագրություններ, որոնք թվերից բաղկացած կոդեր են եւ վերջ դու այլևս չես կարող Դու հիշում ես միասնության շուրջ պարը Լեյլա Սարիբեկյանի կատարմամբ այդ երգը մեծ ամբավոյն նաև Բուրունդիում եւ Բուրունդիում նշում են միասնության օրը։ Ուղարկենք երգը թող այնտեղ Միասնության օր Բուրունդիում։ Բար, չէ, դա չէր, վայ։ Միասնության շուրջ բռնենք, միասին, այդ երկար։ Այո, հիշեցի։ Ասում Բուրունդիա։ Թայլանդում ծաղիկների փառատոն է։ Կարծում եմ շատ գեղեցիկ տոն է, այնտեղ երևի գեղեցիկ զարդարել են։ Ոնց չասես, որ լավ բան է։ Այո, լավն է, չէ, չես կարող ասել։ Գնացինք առաջ, սա էլ ենք գնում ապագայի ծրագրերը ծաղկեցնելու օրն է Ռուսաստանում։ Ապագայի ծրագրերը ո՞նց եք ծաղկեցնում, ցնցուղով ջրում եք բարբերաբար։ Մի խոսքով, այո։ Լավ, գնանք տեսնենք ինչ իրադարձություններ են տեղի ունեցել տարիներ առաջ այսօրը։ Դե Հայաստանը դարձավ Արևտրի համաշխարհային կազմակերպության անդամ 2003 թվականին։ Գնացինք առաջ, գնանք թերթենք։ BBC-ն ժամը 1 հաղորդել ճշգրիտ ժամանակը։ Մենք էլ արդեն խոսում է Երևան, հասկանում ես։ Բայց տես, մենք եթե դա անում ենք 1926 թվականի BBC-ն դարել է 1924 թվականից, 2 տարի շուտ։ Այդ իրենց Լոնդոնն է խոսում շատ։ Լոնդոնն է խոսում։ Մեզ մոտ Երևանն է խոսում, հասկանում ես։ Վաչի։ Եվ ասեմ, որ 1919 թվականի այսօրը բացվել է առաջին ուղևորատար ավիաընկերությունը, պատկերացնում ես։ Այսօր մեզ մոտ ոնց խոսում են դեպի ճամփորդություն է։ Այո, եւ այստեղ 1919 թվականի այսօրը Չարլի Չապլինը, Դուգլաս Ֆերբեկ,
սկսը Mary Pinkford-ը եւ David Griffith-ը ստեղծել են United Artists կինոընկերությունը, Բիզնես են որը բացել, հետաքրքիր դե կարծում եմ 5 դարձավ, էլի։ Բիզնես են բացել։ Ի վերջո։ Հետաքրքիր օրացույց ունենք կորվահոբելարներով բաղկացած այսօր աշխարհը շնորհավորում է Կրիշտիանո Ռոնալդոին, պորտուգալացի ֆուտբոլիստ, հարձակվող, Պորտուգալիայի ազգային հավաքականի անդամ, սրտակեր, սկանդալի, այսպես կիզակետում, հաճախ հայտնվող ֆուտբոլիստ։ Ռոնալդոն ծնվել է 1985 թվականին, դա էլ ասենք Սպիտակ նժույգի տեղը ասենք սպիտակ գնդակով ասպետ։ Այսօր ինչ է կատարվում ես այդ նաև տեղեկացնենք չենք հեռանում։ Էլի ֆուտբոլիստներ ունենք, մեկը չէ։ ունենք։ Ֆուտբոլիստներ ունենք, բրազիլացի ֆուտբոլիստ Բարսելոնի նախկին հարձակվող Նեյմարի ծննդյան տարեդարձն է, այսօր նա ծնվել է 1992-ի հենց այսօրը։ Եվս մեկը կա, բրազիլացի ֆուտբոլիստ պաշտպան Դալտոն Մորեյրա Նետոն է ծնվել 1990 թվականի հենց այսօրը։ Եվ գնացինք առաջ։ Ուր գնանք։ Այո, ունենք նաև անուն, որը հետ կթողել հայ երաժշտության։ Այսպես հա ճանապարհին խոսքը մեր սիրելի երգչուհի, ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մասին է։ Մենք հիշում ենք նրան, նրա կատարումները մշտապես հաճախ հնչում են նաև մեր եթերում։ Այսօր այո, երգչու ծննդյան օրն է, նա ծնվել է 1957 թվականին։ Այո։ Եվ կարծես թե վերջ, Կարծես թե վերջ ինձ թվում է։ Կարծես թե վերջ, շարժում ենք առաջ։ Այո։ Մնում եք մեզ հետ։ Մի երգ լսենք, հետո կհասկանանք աշխարհում ինչ կա չկա։ You stepped inside with a vibe I ain't never seen. Yes, you did. Ooh, so girl, if you talk like you walk, come and talk to me. But look here, it would break my heart, break my heart, break my heart if I find out you can't move. You better show me now, show me now, show me now. Cause when I take it to the floor, ooh, you gotta get down. You know what to do. Hey, Mr. DJ, play a song of this pretty little lady. Cause if she dances good as she look right now, I just might make her my baby. I just might make her my baby. Hey, I just might. Oh, I just might. But first, may I just say that your face got me so intrigued. I'm so intrigued. But what good is beauty if your booty can't find a beat? I don't wanna know, girl. So please don't do that to me. Cause it would break my heart, break my heart, break my heart if I find out you can't move. You better show me now, show me now, show me now. Cause when I take it to the floor, ooh, you gotta get down. You know what to do. Hey, Mr. DJ, play a song of this pretty little lady. Cause if she dances good as she look right now, I just might make her my baby. I just might make her my
9:56 դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը հիշեցնենք փետրվարի 5-ն է այսօր օրը 5 շաբթի եւ աշխարհը նշում այսօր բարձրաձայն ընթերցանության օրը այո իսկ ինչ է տալիս բարձրաձայն ընթերցանությունը ինչ օգուտներ ունի իրականում բավականին կարևոր գործառույթ ունի բարձր ընթերցանությունը եւ իզուր չէ որ հաճախ երեխաներին ասում են բարձր ընթերցեք նախ սովորեցնում են քեզ կողքից ինքդ քեզ լսելը դա եւս շատ կարևոր է ասեմ քեզ ոչ միայն երեխաներին այլև մեր ուսանողներին խորհուրդ ենք տալիս որպեսզի զարգացնեն իրենց խոսքը անօրական 10-ից 15 րոպե բարձրաձայն ընթերցել որոնք են բարձր ընթերցելու առավելությունները նախ խոսքի հստակություն եւ դիկցիա այո բարձր ընթերցելիս լեզուն շրթունքներն ու շնչառությունը սկսում են աշխատել միասին արդյունքը ավելի մաքուր վստահ խոսքն է լավացնում է հիշողությունը բարձր ընթերցանությունը երբ լսում ես սեփական ձայնը տեղեկատվությունը կրկնակի է մշակվում տեսողական եւ լսողական ճանապարհով նաեւ խորացնում է ընկալումը հարգելի ռադիոլսողներ որովհետեւ բառերի ինտոնացիան դադարները շեշտադրումներն օգնում են ավելի լավ հասկանալ տեքստի իմաստն ու զգացողությունը դա այդպես է զարգացնում է լսելու կարողությունը որը շատ կարևոր է առհասարակ մեր օրերում որովհետեւ բոլորը ուզում են խոսել եւ ոչ ոք չի ուզում լսել այո պարադոքս է բայց բարձր ընթերցելիս սկսում ես ավելի ուշադիր լսել հենց ինքդ քեզ առավելևս շարունակենք վստահություն է հաղորդում հատկապես կարևոր է հրապարակային խոսքի ռադիոյի ու եթերի համար բարձր ընթերցելը կոտրում է վախը սեփական ձայնից կամ որ չեն ցանկանում իրենց ձայնը լսել, հա, այդպես էլ է լինում։ Եվ հանգստացնող ազդեցություն ունի, դանդաղ արտահայտիչ ընթերցումը նման է մեդիտացիայի, միտքը կենտրոնանում է, սթրեսը նվազում է։ Իսկ եթերի մարդկանց համար must, պարզապես վարողների համար սա ձայնային ֆիթնես է, ամեն օր անվճար ու հաճելի։ Բարի լույս։ Ձայնային ֆիթնեսի եւս մեկ մասնագետ մեզ միացավ, բարձր ընթերցանության վարպետները նաև լուրերի հաղորդավարները Հասմիկ Մարտիրոսյանն է տաղավարում, բարի լույս Հասմիկ ջան։ Շնորհակալություն, շատ սիրուն բնութ գրեցիր Տիգրան։ Այսօր բարձր ընթերցանության օրն է, բարձր ընթերցելու օրն է եւ շատ կարեւոր է բարձր ընթերցանությունը, նաեւ օգնում է որպիսի ավելի լավ հասկանաս եւ վերարտադրելու համար են շատ կարեւորում։ Ես երեխայիս պարագայում եմ դա կիրառում, մենք բարձր ընթերցում ենք եւ սկսում ենք պատմել։ Ես զգացել եմ, որ բարձր ընթերցելուց հետո ինքը ավելի լավ է հասկանում եւ ավելի հեշտ է վերարտադրում։ Այստեղ մասնագետներն ասում են, որովհետև եւ վիզուալն է սկսում աշխատել եւ ձայնայինը այս պարագայում ավելի ամրապնդվում է ու հիշողությունը լավացնում է։ Գոյություն ունի пассив եւ ակտիվ հիշողություն, այս դեպքում զարգանում է նաեւ пассив հիշողությունը, եթե բարձր ես ընթերցում։ Ես ուսամ այսօր լավ լուրեր ես բերել, որպեսզի լսենք եւ հիշենք լավ լուրերը։ Շնորհակալություն։ Քեզ բարի եթեր, կհանդիպենք լուրերից հետո։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է աշխատանքը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախ համառոտ։ Եվրամիություն Հայաստան քաղաքական եւ անվտանգային հարցերով երկխոսության նիստում վերահաստատվել են գործընկերության ռազմավարական ձգտումները։ Միացյալ Նահանգների հետ բանակցությունները նախատեսված են անցկացնել Մասկատում ուրբաթ օրը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարը։ Տեղեկացնենք նաեւ, որ Աբու Դաբիում այսօր շարունակվելու են ռուս-ուկրաինական բանակցությունները։ Թեմաները ընդգրկուն վարքյաններց։ Եվ այսպես Եվրամիություն Հայաստան քաղաքական եւ անվտանգային հարցերով բարձր մակարդակի երկխոսության երկրորդ նիստը վերահաստատել է երկու կողմերի գործընկերության ռազմավարական ձգտումները եւ համատեղ հանձնառությունը արտաքին անվտանգային եւ պաշտպանական քաղաքականության շրջանակում համագործակցության եւ մոտարկման առաջմղման հարցում տեղեկացնում են Հայաստան Եվրամիություն քաղաքական հարցերով տեղի ունեցած նիստի արդյունքներով հրապարակված հաղորդագրությունից ենք տեղեկանում եւ կողմերը մտքեր են փոխանակել ռազմավարական օրակարգի անվտանգային եւ պաշտպանական ուղղությունների իրականացման վերաբերյալ։ Արձանագրել են Հայաստանի դիմակայունության եւ անվտանգության հարցում Եվրամիության արժեքավոր ներդրումը, ինչպես օրինակ Եվրոպական միության առաքելության ներկայությունը Հայաստանում եւ եվրոպական քաղաքական գործիքի շրջանակներում աջակցությունը, որը 2024 թվականից ի վեր կազմում է 30 միլիոն եվրո։ Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումները։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ արտգործնախարար Շեյխ Աբդալլա բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Երկուստեք ընդգծվել է քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։ Այս համատեքստում արտգործնախարարները քննարկել են առևտրատնտեսական եւ գործարար կապերի ներդրումային ծրագրերի խթանման տարբերակներ, որոնց արդյունավետ իրացմանը կարող են նաեւ նպաստել վերջին տարիներին ուղիղ չվերթների աճող քանակը եւ զբոսաշրջության ծավալները։ Միրզոյանը ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, ինչպես նաեւ դրա շարունակական ամրապնդման ուղղությամբ նախաձեռնությունների կարեւորությունը եւ բարձր է գնահատել Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի նախաձեռնությունը՝ ի նշանավորում են հաստատված խաղաղության։ Մենք տեղեկացրել ենք, որ վարչապետը Աբու Դաբիում երեկ է մասնակցել մրցանակաբաշխությանը, Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը ստացել են Զայեդ մրցանակը։ Այժմ միջազգային անցուդարձի մասին ուրբաթ փետրվարի 6-ին Օմանում տեղի կունենա Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունները ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի մասնակցությամբ։ Օրակարգում լինելու է Իրանի միջուկային ծրագիրը։ Թրամփի վարչակազմը համաձայնել է Իրանի խնդրանքին բանակցությունները Թուրքիայից Օման տեղափոխելու վերաբերյալ։ Թեհրանը խնդրել է փոխել ոչ միայն բանակցությունների վայրը, այլև ձևաչափը։ Իրանը կողմ է Միացյալ Նահանգների հետ կողմ հանդիպումներին առանց մի քանի մուսուլմանական երկրի մասնակցությամբ։ Եվ քիչ առաջ Իրանի արտգործնախարարը գրառմամբ որոշ մանրամասներ է հայտնել, մասնավորապես Աբբաս Արաղչին տեղեկացրել է մեջբերում Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունները նախատեսված են անցկացնել Մասկատում ժամը 10-ին։ Շնորհակալ եմ մեր օմանցի եղբայրներին բոլոր անհրաժեշտ պայմանավորվածությունները կատարելու համար։ Մեջբերման ավարտը։ Այլ թեմաների անդրադառնանք հեռախոսազրույց են ունեցել Չինաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Սի Ցինպինը եւ Դոնալդ Թրամփը։ Հեռախոսազրույցի վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Թրամփը եւ Ցինպինը վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել անցած տարվա նոյեմբերին, որից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ համաձայնել է ապրիլին այցելել Պեկին։ Երեկ նաեւ տեղի է ունեցել Չինաստանի նախագահի եւ Ռուսաստանի նախագահի տեսակապը, մասնավորապես տեսակապի միջոցով բանակցություններ են վարել երկու երկրների առաջնորդները։ Հաղորդվում են, որ Չինաստանի առաջնորդը Ռուսաստանի նախագահին ասել է, որ իրենց երկու երկրները պետք է մշակեն եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ծրագիրն իրականացնեն։ Այժմ ռուս-ուկրաինական հարաբերությունների մասին ուկրաինական հակամարտությունը ինչ որ մի պահի կավարտվի, Վաշինգտոնը արդեն Կիևի հետ քննարկում է վերակառուցման հնարավոր նախագծերը։ Երեկ մամուլի ասուլիսում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ նման ձևակերպում է արել, եւ երբ դա տեղի ունենա, Ուկրաինան վերականգնվելու համար պետք է կարողանա մոբիլիզացնել իր բոլոր տնտեսական ռեսուրսները։ Այն ունի անհավանական տնտեսական ներուժ, դա մի երկիր է, որը ճիշտ տնտեսական քաղաքականության դեպքում հավանաբար կարող է կրկնապատկել իր համախառն ներքին արդյունքը հաջորդ 10 տարիների ընթացքում։ Իսկ երեկ Աբու Դաբիում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններից հետո, որը միջազգային զանգվածային լրատվամիջոցները բնութագրում են ծանր, այսօր հավանաբար կշարունակվի երկրորդ փուլը, բանակցություններին մասնակցում են նաև, ինչպես նշեցինք, Վաշինգտոնի ներկայացուցիչները եւ ըստ հրապարակումների երեք բանակցությունների սեղանին դրված է եղել տարածքների հարցը։ Լրատվամիջոցները գրում են վիճելի հարց, որի շուրջ չի հաջողվում փոխզիջման հասնել։ Ինչպես կզարգանան բանակցությունները կտեղեկացնենք հաջորդ եթերաժամերի ընթացքում, այս ժամին այսքանը։ Ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Սարկենացի Սինց կաղիաման Բութալ ես տարա Բութալ ես տարա Սերնից վարես Ընտղի աման Պոքին չիգարես Պոքին չիգարես
Արտելիք է կակաչե Coming zana, zana Դիմյարը կապուտա չէ Coming zana, ջերմատոշը բանա Zana Dimyare kaputache Coming zana ջերմատոշե բանա Ինչան եմ որ կանաչե Coming zana, zana Զորգի շրիա կրտանչե Coming zana ջերմատոշե բանա Սուրճ ու սեր առավոտից։ 19 րոպե մենք շարունակում ենք աշխատել սիրով ձեզ համար հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Այո, հարգելի ռադիոլսողներ, ունենք բազմաթիվ մեկնաբանություններ Facebook-յան հարթակի մեր լայվի տակ։ Սևակ Թունյանն է մեզ ողջունում, ասում է սիրելի հաղորդավարներ, բարի լույս, միշտ էլ հաճելի է ընկերակցել ձեզ, ողջունում եմ մշտական ռադիո ունկնդիրներին։ Սիրազնիկ Փայտյանն է մեզ գրում, բարի լույս Հայաստանս, բարի լույս սիրելի հանրային ռադիո, բոլորիս անհոգ հաճելի օր, ես ձեզ շատ եմ սիրում, մենք էլ ձեզ ենք շատ սիրում, փոխադարձ է Հերիկնաս Կարայանն ասում է բարի լույս իմ շատ սիրելի ռոմանտիկ Լուսինե ջան, այս պարագայում ես չէի ռոմանտիկ, աբոն էր ռոմանտիկը, շատ լավ նկարագրում էր ձեզ, հենց հիմա սուրճս վայելում եմ ձեր հետ, նույնիսկ ինձ համարել էր շատ անակնկալ ու շատ լավ գրվածը, մոռացա նույնիսկ ձեզ բարի լույս մաղթել, այդքան ուշադիր լսում էի Լուսինեի կարդացածը, շնորհակալություն, լավներ, մենք ենք շնորհակալ, որ հավնեցաք։ Լիաննա Թևոսյանն ասում է բարի լույս սիրելիներս, աշխարհի ամենապոզիտիվ մարդիկ, ես էլ եմ ուզում գամ ձեզ հետ սուրճ խմելու, վայ, մի օր կկազմակերպենք։ Սիրում եմ ձեզ, սիրելի Տիգրան եւ Լուսինե ու պաչիկներ է ուղարկել։ Հերիկնազը հավելում է, որ ասեմ, որ ես նույնիսկ քննություններս էի բարձր պարապում։ Վարդուշ Մաթևոսյանն է մեզ ողջունում, հրաշալի ջերմ, սիրով ու երջանկությամբ լիոր է մաղթում բոլորիս, արև սրտիկներ ու ծաղիկներ է ուղարկում։ Շնորհակալ ենք, շարունակեք լինել ակտիվ։ Հիշեցնենք, փետրվարի 5-ն է այսօր բարձրաձայն ընթերցանության համաշխարհային օրն է, եւ մենք տաղավարում հյուրընկալել ենք մեր գործընկերոջը գրականագետ խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանին, ասում ենք բարի լույս։ Բարի լույս։ Կարոտել էիր ուղիղ եթեր Արքմենիկ։ Ես լավ ասեցի, չէ՞, մեր գործընկերը։ Այո, Միանշանակ բարձր գրականությունը դուք հաճախ լսում եք հետաքրքիր տարբերակներով ժամանակին ուղիղ եթերում Արքմենիկը հենց
բարձր ընթերցանությամբ էր զբաղվում հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Իմ ամենասիրելի հաղորդումներից էր, եթե անկեղծ ասեմ, հատկապես քո մեկնաբանությամբ, որովհետև չկար պաթոսը, բարձ էր, հանգիստ էր, ճիշտ էր, հոգուց էր։ Գրականագետ եմ ուզում հարցնել, ինչ կարծիք ես արհեստական բանականության կողմից Չունի գրված հետը։ այս տողերը։ Ես տվեցի Արքմենիկը կարդաց։ Բացառիկ մարդկանցից եմ այսօրվա աշխարհում, որ ընդհանրապես չի օգտվել դեռևս նրա ծառայություններից։ Չգիտեմ, այդպես տրամադրվածություն կա դեմ լինել իրեն, մանավանդ որ քանի որ շատ լավ եմ ծանոթ մեր գրողների աշխատանոցներին, Ծանր շատ լավ գիտեմ, աշխատանքի։ թե ինչ տառապանքի արդյունքում են շատ հաճախ ծնվել նրանց լավագույն տողերը։ Իսկ մեզ մոտ վարկյանների ընթացքում եւ այս մարդը ասում եմ աբոյի այդ վարկյանական փայլատակումները անկեղծ ասեմ գուցե տպավորում են իրենց գրագիտությամբ, այդքան արագ արձագանքի դիպուկությամբ, բայց մտքի թռիչքը մտքի թռիչքով, բայց այնուամենայնիվ հուզական այդ այն չկա, հոգի չկա այնտեղ։ Իհարկե, դե տեսնենք հետո ինչ կանեն։ Մեկ կեղծավորություններ են անում իբր իրենք զգում են դա, այո, իմ սիրտը Ես ցավում է։ կարծում եմ դրա ժամանակն էլ կգա։ Կգա։ Իսկ եկեք հարգելի գործընկերներ, առաջարկ ունեմ։ Երեքով թեմա որոշենք եւ ես նրան հիմա տամ հրահանգ, որպեսզի այդ թեմայով էլ գրի։ Նա Ինչ կգրի թեմա։ Լուկաս Դե ասեք, որ ընթերցեք։ Բանաստեղծություն ես առաջարկում եմ Վերլիբեր գրի, եթե կարող է։ Վերլիբերով չբարձրացնենք էլի, հա։ ազատ բանաստեղծությամբ Ազատ բանաստեղծության ոճն ենք այո, ընտրում։ ազատ բանաստեղծության ոճ ընտրենք եւ թող Թեման թողնենք իր ընտրությամբ, աբոյի ընտրությամբ։ Եթե դեմ չես։ Չէ, թող իրար խառնի բացվող առավոտները եւ իշնող մայրամուտները։ Ախ, շատ լավն է, ազատ բանաստեղծության ոճով խնդրում ենք։ Ինչ կասես առհասարակ այ բարձրաձայն ընթերցելու մասին։ Անկեղծ ասած չեմ սիրում բացրաձայն ընթերցանությունը, որովհետեւ միշտ մանկուց հարաբերվելով գրքի հետ օրինակ, ես կարծում եմ, որ դա այնուամենայնիվ այդ հարաբերումը ինտիմ տարածություն է, հատկապես պոեզիայի հետ հարաբերումը եւ միշտ սիրել եմ մտքումս կարդալ, թեպետ բնական է, որ Նեղանձնական է, հա, ավելի շատ ինտիմ է։ ինտիմ բան, ընդհանրապես ընթերցանությունը գրքի հետ հարաբերվել ինտիմ բան է, բայց վարքյանապես գրես, չէ։ Վարքյանապես է Բայց գրել։ նաև կարևորել են բարձր ընթերցանությունը, որտեվ մարդիկ կան չեն սիրում կարդալ, մանավանդ հիմա էլ աուդիո գրքերի, հա, տարբերակները կան տարածված եւ շատ մարդկանց դրանք օգտակար են լինում։ Այդուհանդերձ կուզեի, որ մի շատ կարևոր տարբերակում անենք։ Ես ժամանակի երբ որ հանրային ռադիոյով խոսքի տարածությունն եք անում եւ բնականաբար ինչպես Լուսինը նշեց բարձրաձայն ընթերցում էի բանաստեղծություններ, մեկ-մեկ ինձ գրում էին կամ նամակով կամ չգիտեմ հենց ուղիղ եթերում կոմենտներ են գրում ինչ լավ ես ասմունքում եւ այլն։ Ես ասում եմ ես չեմ ասմունքում, ես պարզապես կարդում եմ։ Եվ եթե այսպես նաեւ համատության մեջ դիտարկեմ, եթե բարձրաձայն ապա գոնե կարդալ էլի չասմունքել ոչ մի դեպքում, որտեվ ես ինքս ընդհանրապես տանել չեմ կարողանում ասմունքը։ Դե դրանք տարբեր մասնագետություններ են, ասմունքողը, ընթերցողը։ Ես ասեմ ֆենոմենը որն էր, ինձ շատ դուր էր գալիս ոչ թե զուտ քո կարդալու ընթացքը, այլ որ դու գործեր էիր վերցնում եւ մանրամասնում էր թե հեղինակ ինչ հոգեվիճակում է գրել։ Բացում էիր որոշակի փակագծեր, որ մեզ ուղակի ընթերցողներից հասու չէ եւ գուցե մենք չիմանայինք թե ինչ հուզական վիճակում է եղել այդ ժամանակ գրողը եւ ինչ է ուզեցել ասել իրականում, հա, այս նրբություններն էր եւ ինձ համար շատ բացահայտումներ արեցի։ Զուտ դա էր ինձ ավելի հետաքրքիր, իսկ պաթոսը իրականում կեղծ է եւ շատ բանաստեղծներ ուղակի գրողներ ուղակի բանաստեղծությունների միջոցով խոսել են ու մենք այդ խոսքը պիտի խոսքով փոխանցենք։ Այո, եւ ընդ որում բանաստեղծությունների վրա երբեմն տառապել են տարիներով, հա, որոշ բանաստեղծներ մենք ունենք թվագրել են, հա, իրենց բանաստեղծությունները, իրենց աշխատանոցներին, որ նայում ես, նույնիսկ տասնամյակների կյանք ունեցող, հա, այդ ստեղծման process ունեցող գործեր կան, բայց աբոն, ինչպես ասում են, աբոն վարքյանական գրեց, կարդանք, ռոմանտիկ խնդրում եմ, ռոմանտիկ երաժշտություն։ Բացվող առավոտների եւ իշնող մայրամուտների։ Այո, դե լսի, պատրաստ ես Արքմենիկ։ Ես ոչ միայն պատրաստ եմ, այլ նաեւ պատրաստվել եմ հակադրվել աբոյին մի հրաշալի բանաստեղծությամբ, որը մարդը գրել է տառապանքի հարցում։ Դե հիմա ես կարդամ, հետո դու։ Աբոյի գործն ենք ընթերցում, մայրամուտները չեն փակվում։ Նրանք բացվում են ինչպես խոստովանություն, որ օրը արեց այն, ինչ կարող էր, եւ հիմա թողնում է լույսը քիչ-քիչ հանգստանա։ Լուսաբացները չեն շտապում։ Նրանք գալիս են կամած, ինչպես միտք, որ դեռ չի դարձել բառ, բայց արդեն գիտես, ճիշտ է։ Մեկը սովորեցնում է թողնել,
մյուսը վերցնել նորից։ Երկուսն էլ բացվող են, ոչ թե ավարտ, այլ անցում։ Երբ արևը իջնում է, աշխարհը սովորում է լսել։ Երբ արևը բարձրանում է, մարդը հիշում է, ինչու արժե խոսել։ Եվ ամեն օր մենք կանգնած ենք այդ բացվող սահմանին, մի ձեռքով պահելով երեկը, մյուսով ընդունելով այսօրը։ Դե ասես, Ինչպես չծափահարես տարեստական բանականությանը։ բայց բառը խաղերը, մտքախաղը, բայց հիմա ես որպեսզի նաև ապացուցվի, հա, լավ էի կարդում, ես կարդամ առավոտվա մասին Մեդիտացիա էր։ սքանչելի բանաստեղծություն, մեր պոեզիայի ամենաառավոտասեր բանաստեղծներից մեկի բանաստեղծությունն է Հովհաննես Գրիգորյանի։ Ես գիտեի, որ դու Չէ, իհարկե, ծնվել է առավոտյան շուտ, Լեննականյան մի աղքատիկ առավոտի լավագույն գրքի բաժիններից մեկը կոչվում է Առավոտյան ժամեր, եւ բանաստեղծությունը կարդամ։ Առավոտը օրվա ամենասքանչելի մասն է։ Ես ինչպես կարող եմ չսիրել առավոտը, օրվա մանկությունը, մաշկը թարմ, թմբլիկ ոտիկներով ու թաթիկներով ահա վազվզում է ցողաթաթախ կանաչների վրայով։ Եվ նրա աներևակայելի քաղցր ճիչերից հոգիդ կարող է մարել վերջնականապես։ Դողդողացող ձեռքով հետ տար վարագույրը դիվարևի լույսը թող մտնի թաղցալուր հուշերի սարդոստայնով ամբողջովին պատված ծակուցուկը սենյակիդ։ Եվ ուրվականները ծանր հոգոց քաշելով կհելնեն նստած տեղերից եւ դանդաղ քայլերով դուրս կգան սենյակից։ Առավոտը օրվա ամենասքանչելի մասն է հետ տար վարագույրը եւ կերևա օրը ծայր է ծայր։ Այսքանից հետո դու ինչպես կարող ես չսիրել առավոտը, հա այսպես համարցակ տար դողդողացող ձեռքդ վարագույրին եւս մի քիչ եւ կտեսնես այն ինչ երազել ես ամբողջ գիշեր, փակ ու տառապած աչքերով կտեսնես լույսը, մաշկը թարմ թմբլիկ ոտիկներով ու թաթիկներով ահա վազվզում է ցողաթաթախ կանաչների վրայով եւ նրա աներևակայելի քաղցր ճիչերից հոգիդ կարող է մարել վերջնականապես։ Այսպեսի թմբլիկ ոտիկներով առավոտ պաստորեն այ ծափարում են։ Ես վերջնականապես համոզվեցի, որ ինձ եւ Արքմենիկին միացնում է մեր ընկերությունը միացնում է Հովհաննես Գրիգորյանը։ Բացառված չի, այլ շատերի հետ որովհետեւ մեզ երկուսիս համար առանձնահատուկ տեղ ունի Հովհաննես Գրիգորյանը ու իր գրված գործերը, որոնք իսկապես զրույցի են նման, խոսք են, զրույցի են նման, բայց արի ու տես, որ մի քիչ էլ գնանք, մի քիչ էլ ժամանակ անցնի եւ արհեստական բանականությունը կարծում կնստի արդեն մեր տեղ այստեղ խոսափող առաջ եւ հաղորդում կվարեն։ Արուսյա Հովհաննիսյանը ոնց որ թե շնորհակալություն է մեզ հայտնում, ռուսերեն տառերով է գրել եւ անհասկանալի է ինչ է գրված, ինձ թվում է ուղակի չի ֆիքսել, որ այլ լեզվի տառերով հայերեն է գրել։ Ես սկզբունքորեն չեմ կարդում օրինակ։ Չէ, այստեղ ես հասկանում եմ, որ հատուկ չի արել։ Շփոթել է, այո, որովհետև չեմ կարողանում հասկանալ ինչ է գրված, էլի։ Կարինե Մկրտչյանն ասում է բարի լույս իմ շատ սիրելի հաղորդավարներ, բարի առավոտ հարգելի գրականագետին։ Դուք շատ բանիմաց, գրագետ ու համեստ եք, պարոն Նիկողոսյան։ Ձեզ անդադար կարելի է լսել ու սովորել, շնորհակալություն, որ այս պահին մեզ հետ եք։ Ասում է Լուսինե ջան, շատ գեղեցիկ ընթերցում, շնորհակալ եմ։ Արթուր Սուքիասյանն էլ ասում է հետաքրքիր գործեր։ Շնորհակալություն, ահա, այսպիսի հետաքրքիր բաներ, փաստորեն այո, կմտածեր, որ մենք կապրենք, կգանք հասնենք այն օրվան, երբ արհեստական բանականության կողմից գրված ստեղծագործությունը եւ հա մարդու կողմից գրվածը կդնենք կողք կողքի։ Բայց այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա, մենք այսօր բարձր ընթերցանության օրն է ու կգա մի օր, որ մեր ընթերցելու կարիքն էլ չի լինի, աբոն ինքը կընթերցի, ինչպես արդեն երգեր է գրում, ինքը անում է, այո։ Անում է եւ աուդիո գրքերի պրակտիկայում ինչքան ես գիտեմ աշխարհում արդեն, եթե նախկինում ավելի շատ տեղ է տրվում դերասաններին, հայտ բացրաձայն ճիշտ կարդացողներին, որովհետեւ դա բարդ ամեն դեպքում արվեստ է։ Հիմա ավելի շատ մեծ տեղ է տրվում հենց արհեստական բանականությանը, ճիշտ է, մենք փորձել ենք դեռևս հայերենը չի ստացվում իր մոտ առոգանության որոշակի հնչերանգի տեսանկյունից կարծես բյուրգայի акցենտով այո երբեմն նաև դա պաուզաներն է խառնում հա բայց վստահ եմ որ այդ ժամանակի եթե գնա շատ մեծ առաջընթաց կունենա եւ կավելացնի առանց այնել ծույլ այո ամեն տարվա հետ ավելի ծուլացող մարդու այդ ծույլ առօրյան մտածել չուզեցող մարդու իր փոխարեն ինչ որ բան անելու իրականում իր փոխարեն կարդան դու լսես նկարել մի կարևոր հանգամանք որ այս գիտության զարգացումը ոչ թե նրա համար է որ դուք ոչինչ չանեք այլ նրա համար որ ձեզ օգնի եւ դուք անեք եւ լինի ձեր օգնականը մարդը այդ անդադ իր փոխարեն անեն լսեն եւ եթե մի քիչ տագնապ մտցնենք այդ ամենի մեջ ես մի սիրում եմ ասել
եթե այդպես ապավինում ես արհեստական բանականությանը կամ այլ գործիքներին, իմացիր, որ մի օր էլ նա փոխարեն ուղակի կապրի։ Այո, դա իմիջիալոց բազմաթիվ գիտնականներ արդեն մտահոգություն են հայտնում այդ թեմայով։ Ես միշտ այս պարագայում հիշում եմ Wall-E մուլտիկը, հիշում եք այդ մուլտֆիլմը ռոբոտը Wall-E։ Նայեք եւ կտեսնեք այդ մագազին եմ նայել։ Մի արա, չէ, այնտեղ մարդկային ծուլության գեր ժամանակակից տեխնոլոգիաների։ Չէ, Դոմու Ջերին այդքան չէին, իրաք ֆիլմը դեսպասիվ։ Արքմենիկ, դու կտրականապես դեմ ես արհեստական բանականության օգտագործման առհասարակ։ Չէ, ոչ թե կտրականապես դեմ եմ, այլ ոնց ասեմ, մեկ ցավ եմ ապրում, հա, ցավ եմ ապրում։ Գուցե դա նաև իմ սերնդային պատկանելությունից է, հա, որովհետև այն ինչ որ դու իմացել ես, կուտակել ես, այո, մեր սերնդային ինչ որ ճանապարհի, վաստակի, չգիտեմ, ժամանակի բարձունքը եւ այսօր երբ որ տեսնում ես օրինակ նույն իմ երեխաները ինչքան արագությամբ կարող են այդ ամեն ինչին տիրապետել եւ ցավոք դա չի դառնում մնայուն գիտելիք, էլի, որովհետեւ երբ ուղեղը մի հետաքրիր բնույթ ունի, չէ, երբ որ միտեղ ինչ որ մի բան կա, ինք արդեն սովորում է արագ վերցնել, օրինակ ես փոքր ժամանակ մինչև ուսանողական տարիքս նույնիսկ կարող էի հիշել 10000 հեռախոսի համար։ Հիմա ոչ։ Հիմա ընդհանրապես նույնիսկ երբեմն երեխաներից հեռախոսի համարներն եմ բացում նայում, որովհետև ուղղակի գիտի, պահված է միտեղ եւ դու արդեն ապահովված ես։ Ես դրանից եմ վախենում, որ միշտ կա չէ այդ ապոկալիպտիկ պատկերները, պատկերացեք մի պահ հանջատում են աշխարհի բոլոր ինտերնետները, գնում են լույսերը եւ այլ եւ ես այդ վիճակից եմ սարսափում, էլի նույն Հովանեսից էինք խոսում, չէ, Գրիգորյան, ստացվելու է մի մարդ նոյ նահապետը մենակ կանգնած առանց հիշողության, ինչպես քարտային վճարումը դադարում է եւ բոլորը խանութում կանգնած նայում են իրար, ինչպես վճարել։ Այո։ Այդ դա, թե չէ, ես կտրականապես դեմ չեմ, որովհետեւ նաեւ հաճույքով տեսնում եմ, որ շատ ոլորտներում նաեւ օգնում է, նաեւ ուղղակի երբեմն այնքան ծիծաղելի վիճակների մեջ մի անգամ Facebook-ում ականատես եղա, այսինքն լրահոսը թերթելով, այնպես եղավ, որ բերեց իրար հետևից երկու շատ լուրջ մարդ իրար հետ բանավիճում էին ինչ-որ գրքի շուրջ, երկուսն էլ զգացում էր, որ տվել են արհեստական բանականությունն է տեքստը գրել։ Եվ քիչ էր մնում, այն մեկը իրան կռիվանում, այս մեկը պատասխանում է արհեստական բանականության, մյուսը պատասխանում է արհեստական բանականության, եւ այդ պահին էր էլի, որ մտածի տեսեք մարդիկ սկսել են գրագրությունը վարել արհեստական բանականությամբ, չէ՞, օֆիսներում ամենատարբեր տեղերում։ Դու էլ կենթանի մարդու հետ չես շփվում, էլի։ Այդ մարդը իր համար ապրում է, բայց իր փոխարեն նամակներ են գրում, շփվում են, մեկ էլ կարող է բարձր իրար նույնիսկ ամուսնության առաջարկ են արել, այդ մարդիկ խաբար չեն։ Միգուցե, բայց ես քեզ ասեմ, կան հետարքիր նաև պահեր, կարող ես օրինակ ստեղծագործություններ բեռնել եւ արհեստական բանականությունը քեզ համար շատ այսպես հետաքրքիր վերնագրերի տարբերակներ առաջարկել։ Նա քո օգնականը պիտի լինի։ Այո, օգնականը։ Եվ ված չի ստացվում։ Ասեմ, որ նույնիսկ ես ինքս էլի ասեմ, չեմ օգտվել, բայց օրինակ շատ հաճախ է եղել, օրինակ ինչ որ հաղորդման թեմաներ մտածելիս ընկերներս արհեստական բանականությունը իսկապես այնպեսի կարևոր թեմաներ է առաջարկել, այո։ Եվ մենք հաճույքով կատարել ենք, որտեվ այդ առաջադրանքը, որտեվ ինքը մեզ օգնել, ավելի լավ բացվել, ավելի լավ թեմա առաջարկել հեռուստատողին կամ ռադիոլսողին, այնպես որ այդ օգնականի գաղափարը պետք է տիրապետի, ոչ թե ամեն ինչ իր տեղը անելու, որտեվ էլի եմ սպառնում մի օր կորոշի ձեր տեղը ապրել ուղղակի։ Սպառնա ճիշտ է սպառնում, որովհետև միշտ պետք է գծերը, տեղերը, դերերը իրենց տեղում լինեն եւ չշփոթենք, սա շատ կարեւոր է ու ծուլությունը լավ բան չի իրականում։ Դու ասացիր, որ այսօր ինֆորմացիան շատ արագ է տրվում եւ ասում է, որ որքան արագ է տրվում, մարդիկ արդեն սկսում են չուրախանալ կարեւոր մանրուքներից, արդեն այդ էմոցիանել է հետին պլան մղվում։ Եթե ժամանակին կարող էինք որևէ գործ վերցնել, հավաքվել, ընթերցել, քննարկել ու երջանիկ լինեինք այդ ամենից, այսօր այդ արդեն չկա։ Դες ընդհանրապես ժամանակակից մարդը գնալով զրկվում է նաև հույզերից, պարզունակ բաներ չունի, ասենք, չգիտեմ, կարոտ գնալով ավելի քիչ է, որտեղ ուզածը ժամանակ զանգում են, շփվում են, տեսազանգ են անում եւ այլն, ամենաապրեսնող բաները։ Ու մեկ մարդ նույնիսկ կասկածում է, սիրում են իրար այսօր մարդիկ դեռևս թե չէ էլի։ Իմիջիալոց հոգեբանների էի լսում, հետաքրքիր մի բան էին ասում է հիմա տենդենս կա, հատկապես համացանցում շատ են խոսում երիտասարդները, որ իրենք ուզում են լինել անկախ, կայուն դա շատ լավ է, բայց այդ անկախ կայունը երբ չափը անցնում են, հատում են այդ սահմանը, որտեղ պիտի լինես անհատականություն, ավել են գնում, իրենք իրենց դրդում են միայնության։
եւ մնում են մենակ այն պարագայում, որ դա բերում է նաեւ տխրության, Դա անխուսափելի է, չէ, ինչի որտեվ միանգամից պատկերացրու ունենում ես ամեն ինչ, որտեվ այդ նույն զգացմունքները, հույզերը, ներաշխարհ կոչված է ընդհանրապես։ Մենք ինչու ենք սիրում բանաստեղծություն կարդալ, որտեվ ինչ որ ներաշխարհային բաներ կան, չէ, բայց հիմա ասենք կարծես այդ ներաշխարհը չունեն, ասենք շփվում ես երիտասարդների հետ, չեմ ուզում վատ բաներ ասել, իհարկե քավլիցի, բայց ուզում ես տեսնել ինչ հետաքրություններ, լավ, ինչ ցավ ունի, լավ էլ, բայց տեսնում ես, որ այդ նրա հոգսերը, բան շատ սահմանափակ են այսօր, ինչ որ ֆինանսական խնդիրների, հա, էլի, ինչ որ այդ օրը փոխքի չունի, որ ինչ որ մի բան անի, չգիտեմ, եւ այլն։ Գրականությունը կփրկի։ Այնպես է ստացվել, որ միշտ գրականությունն է փրկել, բայց այս դեպքում քանի որ արհեստական բանականությունը դառնով էլ ազբաղվում։ Հիմա արդեն վերապահումներ կան։ Վախենամ իր ուզածողության տանի, էլի։ Իհարկե դու կարողացել ես քեզ այսպես սահմանափակել այդ ամենից։ Բայց վաղ թե ուշ միևնույն է օգտվելու ես։ Բայց առնչվելու ենք եւ առնչվում ենք։ Բայց գիտեմ, որ անխուսափելի է, որովհետեւ չգիտեմ ինչ ներքին բարդույթ այդպես դրդմամբ ես միշտ բոլոր նորությունները այսպես դժկամությամբ եմ ընդունել, անգամ այս սմարթֆոնները, հա, երկար ժամանակ սովորական հեռախոս, հետո լավ անցանք, բայց հիմա որ ինձ ճանաչողները որ միշտ տեսնում են ամենալավ հեռախոսը վերջին մոդելի, ասում են դու ես դրա համար նաև չեմ բացառում, որ ասկա ժամանակ է պետք տելանալու։ Ես ուղղակի պետք է ոչ թե տելանամ, այլ համակերպվեմ, որ ինքը կա, համակերպվեմ, որ ինքը կա եւ շատ լավն է։ Այլ տարբերակ չկա, այստեղ պետք է վերաբերմունքը փոխել, մենք խոսենք դրա մասին, բայց հիմա ողջունենք ռադիոլսողին։ Տեսնենք ինչ ունի ասելու մեզ ունկնդիրը, բարի լույս, դուք եթերում եք։ Բարև ձեզ։ Այո, բարև ձեզ։ Բարի ձեզ։ Բարի լույս։ Ես ուզում կարճ խոսել, ես ուզում եմ ձեզ ցանկանալ ասել մի բարի բան։ Դուք ուղղակի ինձ համար աշալույս եք։ Լուսաբաց։ Շնորհակալ։ Բայտարությունը եւ ջերմությունը, որ դուք հաղորդում եք մեզ բոլորին, հիշեցնում է արևածագը, այնպես առավոտագորքն են անում, ես դրան համաձայն եմ։ Դուք ուրեմն արևածագ եք, դուք լուսաբաց եք, դա շատ հաճելի է։ Անչափ շնորհակալ եմ։ Ձեր որ երկերը երբեմն մի քիչ ավելի ազնվական լինեին կամ դասական մի քիչ ոչ թե բոլորը եւ մեկ էլ ես ուզում շնորհակալություն հայտնել Արտեմիդին, որ ձեզ մոտ հրավիրված է, ասել որ գրականություն չնայած Արից Մարտան կապ չունի, ես շատ սիրում կարդալ եւ սիրով լսում իր հաղորդումները։ Դա շատ դուր է գալիս համարձակ ոճը, այնպեսի սիրով է ինքը խոսում, որ արդեն մենակ դրա համար լսողը հարգել գրականությունը։ Ես գրականություն շատ եմ սիրում, կարդում եմ եւ շարունակություն եմ հայտնում նաեւ Աշնանին, որ նա այսպես կարելի ասել կարողանում է իր ձայնով, իր ջիպիչությամբ, իր միկրոֆոնով համոզել, որ կարդալը ամենալավ բանն է։ Իսկ բարձրաձայն ընթերցանություն պետք է, երբ որ ընտանիքում կան երեխաներ եւ ուզում ես որ նրանք սիրեն, իհարկե կամ գրականությունը, հայրը կամ մայրը կարդում են սիրով, վերլուծում են, դա օգնում է։ Իսկ այնպես իհարկե երկը հմայք է, որի մեջ պետք է տարվես, ուղղակի դու մի ամբողջ կյանքի աշխարհի հետ ես ծանոթանում հոգեկան, ֆիզիկական, ամեն ինչ Քեզ ամեն ինչ բավարարն է գրականությունը։ Շնորհակալություն ձեզ այս հաղորդման համար։ Շնորհակալ ենք ձեզ, հետաքրքիր դիտարկումների ու ջերմ երկերին ասենք, որ կա ձևաչափ առավոտյան ծրագրերի, մենք այդ մեր դատերից եք խոսում իրական։ Դեմ չենք ազնվական երաժշտությունը, բայց առավոտը ունի իր թելադրած։ Իմիջայլոց Հերիկնազը Գավառից է, մեր ռադիոլսողը, գրում է սիրելիներս աուդիո գիրքել եմ լսում, բայց գիրքը պետք է վերցնել ու կարդալ, դա մի այլ զգացողություն է։ Ասեմ, որ 2 օր առաջ բաց ընթերցանության օրեր կազմակերպված Գավառի գրադարաններից մեկում, որն արդեն շատ ողջունելու, իհարկե ողջունելի է, գրականության ավելի մոտ լինելու։ Ես գիտեմ նաև ուսուցիչների, ովքեր գրականության ուսուցիչների, որոնք փորձում են նաև գրականությունն օգտագործել հետաքրքիր դաստիարակչական արժեհամակարգ ձևավորելու առումով, եւ սա եւս ողջունելու այդ կերպ նաև սեր են հրամցնում երիտասարդներին, բայց կարծես թե մերոնք սկսել են կարդալ այն ժամանակի վրա, ասում են գիրք չեն կարդում, այդպես չի։ Չէ, ես չեմ կարդում են։ Գիրք կարդում են եւ մի հետաքրքիր բան էլ ասեմ, այս արհեստական բանականության եւ մնացած այդ տեխնոլոգիաների ակտիվացման հետ մեկտեղ գրախանութներում եւ այլուր նկատելի է, որ ծնողները ավելի շատ են հակված, հատկապես փոքր տարիքի երեխաներին հենց գիրք նվիրել, հա, որովհետեւ իրենք եւս տեսնում են այն վտանգները, որ ոչ ճիշտ կիրառության դեպքում այս նորագույն տեխնոլոգիաները կարող են տանել, հա, դեպի ուր եւ
այնպես չի կան նաև շատ սթափ ուսանողներ շատ սթափ երիտասարդներ, որոնք Չէ, կարդում են, այդուհանդերձ ես սպառում կա կարդում են գիրքը եւ դες մի հետաքրքիր բան ասեմ, պարզապես մենք որպես սերնդակիցներ պետք է նաև վարժվենք այն մտքին, որ կարող են մեր շուրջը կատարվել լավ բաներ ու մենք չտեսնենք պարզապես։ Կամ չլինեն այն մարդկանց շրջանակից, որոնց հետ մենք շփվում ենք, առնչվում ենք եւ այլն, որովհետեւ օրինակ եթե ես իմ անձնական դիտարկումներով, շփումներով նայեի, պետք է արձանագրեի, որ օրինակ 2025 թվականին այդքան էլ շատ գիրք չի վաճառում, այդքան էլ շատ ընթերցողներ չկան, որտեղ չեմ հանդիպել, drive չեմ տեսել եւ այլն, բայց երբ որ ամփոփում էին գրքերի վաճառքները, դիտարկում էինք արդեն տվյալները, տեսանք, որ մոտ 1.5 անգամ ավել է նախորդ տարվանից եւ Տիկինս ասում էր, որ դու ուղղակի չես տեսնում նրանց։ Մենք ենք տեսնում, հա, եւ այլն, այնպես որ այդ ամենի հետ մեկտեղ միշտ դրական լավ էմոցիաներ կան, լավատեսության լիքը հիմքեր կան, այնպես որ պետք է չասեմ կարճենք դրանից, որովհետեւ կարճելը մի քիչ բացական բան ունի, էլի։ Դրա հենքով շարժվենք առաջ եւ ավելի լավ բաներից խոսենք, լուսավոր պայծառ առավոտյան տրամադրություն։ Ինչպես ժամանակին ասում էին, այ հերոսատեսությունը հայտնվեց, թատրոնը կմահանա, չէ՞, բայց այդպես չեղավ եւ նույնը նաեւ գրականության առումով կարելի ասել, որ բայց շատ կարեւոր է այդ հենց այդ փոխակերպման process-ը, տեսեք թատրոնը չվերացավ, բայց թատրոնը ագին փոխակերպվեց, նոր բաներ բերվեցին եւ այլն, նույնը նաեւ արվեստի մյուս ճյուղերը, գրականությունն էլ իհարկե ասենք, երբ որ այս ինտերնետները բաները հայտնվեցին, գրականությունը դրան արձագանքեց իր ծավալի փոքրացմամբ, իր խատությամբ եւ այլն, հետո երբ որ այս ձանձրալի ժամանակներ եկան, սկսեցին էլի վեբ էպոպեաներ ստեղծվել, այնպես որ մարդու կեցությունը նաեւ արվեստին փոխակերպվելու, տարբեր ճյուղերին փոխակերպվելու հնարավորություն է տալիս եւ դա շատ լավ է իհարկե։ Իսկապես շատ լավ է, Արքմենիկ մենք ուզում ենք էլի մի բան ընթերցես մեզ համար, ինձ շատ հետաքրքիր է հաջորդ ընտրությունը ընտրություն է լինելու։ Ես ճիշտ ասած, երբ որ գալիս էի, փորձեցի գտնել առավոտյան, այսպես բանաստեղծություններ, թեմատիկ ես մոտեցել հարցին, շատ լավ է։ Որովհետեւ թեմատիկ մոտենալ, ամեն դեպքում կարդամ եւս մեկ առավոտ, այս անգամ Չարենցից, որովհետեւ մյուս հանրահայտ առավոտ երգուն է, էլի, եթե կարելի է ասել։ Շատ հայտնի բանաստեղծություն է, նաև ինչ եմ դիտավորյալ սանտել, որովհետև սովորաբար ընթերցում է շատ պաթետիկ, երբ որ ինքը շատ հանգիստ եւ ինչ որ մի կարգավիճակ, գոյավիճակ ամփոփող եւ լավի սպասումով բանաստեղծություն է, որը պետքա կարդալ խաղաղ, կարդամ։ Իմ անցած օրերի պես, հնացած օրերի պես ես արդեն հեռացել եմ, հնացել եմ Ես արդեն մնացել եմ, ես արդեն հիմա ծեր եմ, հեռացելու անցել եմ, ծերացել եմ ես։ Բայց այս վառ օրերի մեջ երբ հողմերն աղմկում ու երգում է անցած սիրտը իմ, ես արդեն հիմա ծեր եմ, ինձ կարծես հմայել են եւ իմ սիրտը պահել է կրակները հին։ Ահ գիտեմ, որ այդ դու ես, որ այդպես հմայում ու նայում ես օրերում այս հուր, դու անուշ կարկաչում ես, դու կանչող մի հնչյուն ես, կարկաչում ու կանչում ես, չգիտեմ թե ուր։ Եվ հիմա ես լսում եմ, որ վերջին երազում իմ քո կարոտն սկսում է հուզվել։ Ես կարծես ծերացել եմ, ծերացելու դարձել եմ ու նորից երազել եմ կարոտանք ու սեր։ Չարենցի առավ։ Ծափարություն հատուկ Արքմենիկի համար այս գեղեցիկ բայրը պարգևել է։ Իդեպ նրանք ովքեր սիրում են փնտրում այդ process-ը Google-ով եւ այլն կամ նույն հարստական բանականության, թող խնդրեն օրինակ առավոտին նվիրված բանաստեղծություններ բերի եւ ուղղակի կտեսնենք, որ մեր պոեզիայի ամենասքանչելի կտորները հենց առավոտվան են վերաբերում, սկսած առավոտ լուսով սքանչելի շարականից, մինչև, չգիտեմ, Վահագն Դավթյանի առավոտյան այդ լույս առավոտի շարքը եւ ընդհանրապես առավոտը մեր պոեզիայում շատ կարեւոր պատկեր է եւ ես կարծում եմ ոչ միայն մեր պոեզիայում, առհասարակ առավոտը որտեղ չգիտեմ ուրիշներ ունեն առավոտ լուսոյի պես շարական չեմ կարող ասել, բայց այդուհանդերձ պետք է հարցնել շարժական ես առավոտի հետ կապված միանգամից ինձ մոտ միշտ ասոցացվում է Պուչինի Madame Butterfly-ի առավոտվա տեսարանը, ես առաջին անգամ երբ լսել եմ, խենթացել եմ, թե ինչպես կարելի է երաժշտական գործիքներով այդքան պատկերավոր ստանալ բնության գրկում առավոտ այդ, չգիտեմ, ցողուններ, այդ ամեն ինչը խենթանալիք էր, ու ես հասկացա, որ առավոտը իր տեսակով, իր նոր լույսի, նոր հույսի ակնկալիքով միշտ գործերը, ստեղծագործությունները սքանչելի են ստացվում։ Հավանաբար իրենք բոլորը վաղ արթնացող են եղել։
Չգիտեմ ինչ են, մեզ նման։ Չէ, ես մի քիչ ուշ արթնացող եմ իդեպ, հա։ Եվ արթնանում եմ օրինակ բացառիկ դեպքերում, օրինակ Ես չգիտեմ, ինձ հուշիր խնդրում եմ։ Ես գիտեմ, որ բազմաթիվ գրախանութներ ունենք շատ գեղեցիկ, որոնք փորձում են նաև ինչ-որ սրճարանային հետաքրքիր լուծում տալ, որ մարդիկ կան գրքի խանութում նաև նստեն, աշխատեն լռության մեջ եւ այլ, կարծես մինի գրադարաններ լինեն դրանք, հա, ինչ-որ առումով ժամանակակից տեսանկյունից։ Արդյոք մենք ունենք գրախանութներ, որոնք իսկապես հենց մինի գրադարաններ են, այսինքն մարդը կարող է գալ այդտեղ սրճելու եւ հնարավորությունն ինչ-որ գիրք վերցնելու, կարդալու, հետո տեղը դնելու։ Թե չէ։ Այո, գլոբալ այո, որտեղ սրճարանները կան, օրինակ նույն Զանգակ գրատանը, չգիտեմ, Էպիգրաֆում շատ հարմար միջավայր կա, եւ ընդհանրապես գրախանութները ձգտում են, որ նստելու տեղ գոնե լինի, եթե անգամ այդ սուրճի հնարավորություն չկա, որպես նստես կարդաս, չգիտեմ, ընթերցասեր մարդը, այո, կգնա, կնստի, կկարդա, որտեղ այդ հնարավորությունները կան եւ կարելի է դրանցից օգտվել։ Այլ հարց է, որ մի այսպիսի խնդիր կա, հա, գրախանութները չեն կարող իրենց թույլ տալ ավելի մեծ, ավելի լայն տարածքներ վարձակալել եւ գործունեություն ծավալել, որտեղ դրա համար տիպված կլինեն շատ խոշոր այսպես գումարներ վճարել վարձավճարներից գրքով դեռևս հնարավոր չի մեծ շահույթներ ունենալ, որպեսզի կարողանանք դա ապահովել։ Բայց ես մեկ է միշտ հավատացել եմ, միշտ վստահ եմ, որ դեռ գալու են այդ ժամանակները Եվ թե մեր քաղաքի թե ընդհանրապես մեր երկրի եւ աշխարհի լավագույն վայրերը լինելու են հենց գրախանութները, գրադարանները, որտեղ դա այն տարածությունն է, որտեղից կարճելու է մարդ, այս դեպքում իսկապես կարճելու, որպեսզի մեկնարկի նոր ու հրաշալի այսպես բան է։ Հուսանք այդպես էլ կլինի։ Որ ամբողջ աշխարհում զբոսաշրջության կարևորագույն այցելությունների կետերում են նաև մեծ խոշոր եւ յուրատեսակ գրադարանները, որոնք ապշեցնում են ուղղակի։ Եվ եթե որ խոսքը գնաց չմոռանալուց, մի բան էլ չմոռանանք, որ տեսեք աշխարհում ամեն ինչ փոխվում է, ամեն ինչ փոխակերպվում է, եթե օրինակ, չգիտեմ, հեռախոսների տրանսֆորմացիան վերցնենք, տեսնենք որտեղից ուր է հասել կամ չգիտեմ, բայց աշխարհի ինտելեկտուալ եւ կիրառական գործիքներից միակը, որ անկախ ժամանակներից իր ձևը չի փոխել, դա գիրքն է։ Միայն գիրքը։ Ուղղակի դարձել է մեկ էլեկտրոնային, մի քիչ էլ աուդիո։ Ինչպեսին է լինի, ինքը նույն ոճի մեջ է, եւ ամենակարևորը փոխանցում է գիրքը։ Մեր մշտական ռադիոլսող 45 տարվա գրադարանավար Կարինե Մկրտչյանով աշխատում է Իսահակյանի անվան կենտրոն գրադարանի թիվ 36 մասնաճյուղում, գրում է հավատացեք շատ են կարդում հիմա, շատ են կարդում տղաները։ Հենց այս պահին ունեմ ընթերցող, լսում է ձեզ ու սիրով ողջունում բոլորիդ։ Մենք էլ ենք ողջունում։ Ջեր ողջույններ, իսկապես հրաշալի է։ Նաև շնորհակալություն մեր առավոտը գեղեցկացնելու համար, շատ սիրելի Արգելի Արքմենիկ, ես գաղտնիք էլ բացեմ, որ Արքմենիկը այն մարդն է, ում զանգահարում եմ գրախանութներից, ասում եմ փրկիր ինձ, օգնիր Արքմենիկ, ասա, այ այսպիսի մարդու համար գիրք եմ ուզում նվիրել, նկարագրում եմ շատ արագ ու ճիշտ հետաքրքիր լուծումներ, խորհրդատուս է։ Նաև շնորհակալ ենք, որ հատուկ մեզ համար այսօր վաղ ես արթնացել։ Ամեն դեպքում ես եմ շնորհակալ հրավերի համար, որտեվ նաև փորձից եմ ասում, շուտ արթնանալը ուրիշ ձև է գունավորում քորը եւ այսօր ինձ սպասում է լավ օր անխուսափելի օր։ Մենք վստահ ենք բոլորիս լավ օր սպասում հուսանք գրականագետ խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի հետ էինք զրուցում, շարունակեք լսել Հանրայինի առաջին ալիքը։ Dove sei adesso? Dove sei, amore mio? Don't keep me waiting. Don't keep me waiting. Don't keep me waiting. Carry you away.
Սուրճ ու սեր առավոտից։ 10:43 րոպե դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ասում ենք բարի լույս հարգելի ռադիո լսողներ, եւս մեկ անգամ ողջունում եք բոլորիդ։ Գիտես շերին լսելով մտածում էի, բա այս արհեստական բանականությունը, որ այսքան արագ ներխուժեց մեր իրական կյանքի եւ մենք նաեւ տեսնում ենք, որ ոչ միայն բոթերի միջոցով կարող են ստեղծվել նոր երգեր, նոր կերպարներ, հա, իբր երգչուհի եւ այլն, մենք նաեւ տեսնում ենք, որ փորձում են տրենդից հետ չմնալու առումով երաժիշտներ, երգիչներ, արհեստական բանականության հետ դուետներ անել, Բիլանն է փորձել նման զուգերքով ելույթներ։ Այ հիմա մտածում եմ, բա մեծ համերգները ոնց են լինելու են, որ նախ մենք հիմա կոնկրետ արտիստների համերգներին ենք գնում կամ երաժշտական մրցույթները։ Չինաստանում արդեն հայտնվել են պարային ռոբոտացված խմբեր եւ ռոբոտներից կազմված պարախումբը։ Ու ռոբոտները կգնան համերգի, մենք էլ տունը կնստենք պոպկորն կուտենք։ Միգուցե։ Բայց օրինակ մրցույթները ինչպես է, ռոբոտներն են իրար հետ Դե ծեցելու։ Եվրատեսիլը առայժմ շարունակում է պահպանել իր դիրքերը, ինչպես արդեն գիտեք, որ այս տարի այն կանցկացվի մայիսի 12-ին, 14-ին ու 16-ին Վիեննայում հետևելով Ավստրիան ներկայացնող GG հաղթանակին եւ չնայած մրցույթին դեռ մի քանի ամիս կա, դեռևս նախորդ տարվանից այն արդեն հայտնվել է ուշադրության կենտրոնում ոչ միայն երգերի ու շոուների, այլև սկանդալների, վեճերի եւ հակասությունների պատճառով առաջին սկանդալը, այսպես խոշոր հակասություններից մեկը կապված էր Իսրայելի մասնակցության հետ, ինչպես գիտենք, միջազգային քաղաքական լարվածության եւ հումանիտար ճգնաժամերի ֆոնին որոշ երկրներում բարձրաձայնվել են մրցույթը բոյկոտելու կոչեր եւ եվրոպական հեռարձակողների միության որոշումը թույլ տալ Իսրայելի մասնակցություն առաջացրել է բուրըն քննարկումներ, ինչպես մեդիադաշտում, այնպես էլ հասարակական շրջանակներում եւ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունները, նաեւ մշակութային գործիչները կոչ են արել վերանայել մասնակցության ձևաչափը, շեշտելով, որ Եվրատեսիլը պետք է մնա ապաքաղաքական հարթակ։ Դա էլ ինչ կա։ Հաջորդ այսպես հակասական կարծիքները վերաբերում են առասարակ քվեարկության շուրջ կասկածներին եւ կանոնների փոփոխություններին։ Եվրատեսիլի քվեարկության համակարգը տարիներ շարունակ քննադատության առարկա է դարձել, դե մենք էլ ենք բողոքում, որ սխալ, այստեղ արդար չէր, այստեղ բլոկային քվեարկության քաղաքական համակրանքների ու զանգվածային մոբիլիզացիայի մասին մեղադրանքները նոր չեն, սակայն վերջին տարիներին դրանք ավելի բարձրաձայն են հնչում։ Հանրային քվեարկության թափանցիկության վերաբերյալ կասկածները ստիպել են կազմակերպիչներին քննարկել համակարգի բարեփոխումներ։ Քննարկումների շրջանակում շրջանառվում են տարբեր առաջարկներ, առաջին հեռուստատեղի քվեարկության սահմանափակումներ ու կլինեն ժյուրիի դերի վերանայում եւ քվեարկության վերահսկման մեխանիզմների խստացում։ Դե ոնց էլ անես, միևնույն է, այդպես չի կարող։ Տեսնենք արդյոք կհաջողվի նրանց այս ամենին, հա, այսպես այնպիսի որոշումներ կայացնել, որպեսզի գոհացնեն բոլորին։ Հաջորդ խնդիրը վերաբերում է պլագիատին եւ մեղադրանքներ դեռ մրցույթից առաջ են հնչում։ Որ այս երգը նման է, ինչ երգի։ Մեկը մյուսից գողացել է եւ այլ եւ այլ։ 2026-ի մրցույթի շուրջ սկանդալները չեն սահմանափակվել միայն քաղաքական թեմաներով եւ դեռևս նախընտրական փուլում որոշ երկիր հայտնվել են հենց այդ սկանդալի կիզակետում պլագիատի վերաբերյալ մեղադրանքների կենտրոնում։ Բայց արի ուտես, որ դու քեզ մոտել է, չէ, եղել լսել ես Եվրատեսիլյան որևէ երգ, իսկ մենք գիտենք, որ Եվրատեսիլի պայմաններից է նոր երգը, մեկ էլ ասենք, «Վայ, ես ինչ երգեր էի հիշեցնում»։ Կտորները մեծամասամբ այդ երգից են ընդհանուր։ Էլի կան սկանդալներ թե։ Դե ընդհանուր առմամբ այս ամենը ցույց է տալիս, որ սկանդալը Եվրատեսիլի պատմության անբաժան մասն է, սակայն այս տարվա Եվրատեսիլը առանձնանում է դրանց ծավալով եւ ինտենսիվությամբ։ Մենք միշտ ասում ենք, որ Եվրատեսիլը քաղաքականացված երգի մրցույթ է եւ արի ուտես, որ Եվրատեսիլյան սկանդալները մշտապես քաղաքական, այո, ենթատեքստ ունեցել են, այնպես որ նաև ազդել է մասնակիցների հաղթողների վրա ստեղծված մթնոլորտը, որոշ ճանաչված արտիստներ նույնիսկ հայտարարել են, որ ժամանակավորապես կամ ընդմիշտ են հեռանում Եվրատեսիլի հետ կապված բոլոր նախագծերից եւ այնպես որ նաև ասենք 2024-ի հաղթող շվեյցարացի երգիչ Նեմոն էր հայտարարել, որ կվերադարձնի իր մրցանակը, եթե հանկարծ Իսրայելը մասնակցի Եվրատեսիլին, այդ ֆոնին նույնիսկ պատրաստ են հրաժարվել իրենց մրցանակը։ Լսիր, նույնիսկ Կոնչիտան է արթնացել եւ խոսում 2014-ի հաղթող Կոնչիտա Վյուրսը նշել է, որ թեև շնորհակալ է Եվրատեսիլին իր պատմության մի մասնիկը կազմելու համար, սակայն որոշել է իր հետագա ուղին շարունակել առանց մրցույթի հետ կապյասել, նեղանում եմ եւ վերջ։ Գնում եմ ես։ Հասկանում ես։ Այո։ Նեղացել է։
Մի խոսքով, Ոչ չի այստեղ նաև մի փաստել ֆիքսենք, որ թեև նման հայտարարությունները հաճախ ներկայացվում են որպես անձնական կամ ստեղծագործական որոշումներ, բայց դրանք եւս ընկալվում են նաև ընդհանուր լարվածության ու մրցույթի շուրջ աճող քննադատության համատեքստում եւ չեն կարող դրանք ուղակի չլինել։ Իսկ եթե պատմականորեն ենք նայում եւ ամփոփում ենք պատմությունը, այսպես կարող ենք ասել, որ ժյուրիների արդյունքներ, բողոքներ, հարևան երկրներ, որտեղ մենք միշտ ասում ենք, չէ, հա, այս երկիրը կտա այս երկրին, որտեղ իրենք իրար հետ լավ են։ Հիշում ես, այդպիսի խոսակցություններ միշտ կան։ Այս երկիրը տալու է այս երկրին, իրենք իրար հետ լավ են եւ բնականաբար այստեղ սուբյեկտիվությունն է գործում ընդհանուր։ Ինչ է սպասվում 2026-ին։ Դե չգիտեմ, կարողանա արդյոք այն մրցույթը կրկին հանդես գալ որպես միավորող մշակութային տոն, չնայած քաղաքական, հասարակական եւ մեդիա ճնշումներին, ինչպես ասում եմ, ժամանակը ցույց կտա։ Տեսնենք ինչ կլինի ըստ էության։ Եվ իհարկե, հիմա պիտի լսենք Եվրատեսիլեն երկրից։ Եվրատեսիլեն այսպես, հա, սուրճայանման։ Կարելի ասել հաջողված, քիչ թե շատ թեթև եւ ապակաղակական կատարումներից մեկը Tommy Cash Espresso Macchiato. Mi amore, espresso macchiato, 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 por favore, espresso macchiato, corneo. Mi amore, espresso macchiato, 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 por favore, espresso macchiato, espresso macchiato. Ciao bella, I'm Tommaso, addicted to tobacco. Me like me coffee, very importante. No time to talk, scusi. My days are very busy, and I just own this little ristorante. Life may give you lemons when dancing with the demons. No stresso, no need to be depresso. Mi amore, espresso macchiato, 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 por favore, espresso macchiato, corneo. Mi amore, espresso macchiato, 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 por favore, espresso macchiato, espresso macchiato. Me like to fly privati with 24 carati. Also mi casa very grandioso. Mi mani numeroso. I work around the clock. That's why I'm sweating like a mafioso. Life is like spaghetti. It's hard until you make it. No stresso, it's gonna be espresso. Mi amore, espresso macchiato, 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 por favore, espresso macchiato, espresso macchiato. Espresso macchiato. Վերհիշեցինք Էստոնիայի պատվիրակի ելույթը Tommy Cash-ին։ Շատ տիպիկ մեզ համար։ Այո, ինչու են կտրել հենց այս երկը, որովհետև բնականաբար սուրճ ու սեր առավոտից շնչով էր։ Եվ հարգելի ռադիոլսողներ, շնորհակալություն ենք ուզում հայտնել ձեզ մեզ հետ առավոտյան 1.5 ժամն անցկացնելու համար։ Իսկապես շատ հաճելի է եւ կառաջարկեի, որպեսզի եւս մեկ անգամ տեսնենք այս պահին օդի ջերմաստիճանն ինչքան է, որպեսզի հասկանանք արդյոք տաքանալու միտումը իրապես կա թե ոչ։ 0 աստիճան, 0-ից մինչև -1 է այս բանը, նայած թե որ հեռախոսային հիմա ես էլ նայեմ։ Դու եք ես մոտ կարող ես նայել։ -1 ինձ մոտ, կայաններից է կախված, այո։ Բայց ցերեկը տաք է լինելու։ Պլյուսի հասնելու ենք, այո։ Իսկ եթե դիտարկենք խցանումների սանդղակը, որքան է Տիգրան, սա էլ ասենք ծրագրի ավարտին եւ հիշեցնենք հարգելի ռադիոլսողներ, 6 բալը,
Իջել է մեկնիշով, շատ լավ է։ Եվ հիշեք, որ մեծապես ձեր հարմարավետությունը կախված է նաև ձեր երթևեկությունից։ Եթե դուք ավելի շրջահայաց եք, ոչ էգոիստ եք, երթևեկության կանոնները պահում եք եւ նաև մտածում եք, որ դուք մենակ չեք այդ մեքենան վարում, այլ կողքը եւս մեքենաներ կան, այդ ժամանակ հավատացնում ենք ձեզ, որ շատ մեքենաների առկայությունը այդքան խնդիր չի լինի եւ խցանումների նիշը օրինակ կլինի 5 բալ, ոչ թե 7 ու դա կլինի նորմա։ Այնպես որ եկեք հարգենք մեկս մյուսին եւ փորձենք ավելի ճիշտ մոտենալ մեր առօրյային, մեր կենցաղին ու հիշեք, որ գրականությունը մեր կյանքում մեծ տեղ ունի, որովհետեւ դա հարստացնում է մեր մշակութային սնունդ է տալիս, հարստացնում է մեր ներաշխարհը։ Հաջողորեն ենք մաղթում բոլորին եւ լավատեսություն, միջ գարու մնացել ընդամենը 23 օր, այնպես որ ժպտացեք եւ լավատես դիմանանք։ Տիգրան Հարությունյան եւ Լուսինե Մուրադյան Աջո եւ այսօր աբոնել էր մեզ հետ։ Եվ նաեւ արհեստական բանականություն, որ շատ լավ ստեղծագործում էր։ Կհանդիպենք վաղը։ You said you were hanging out with your girlfriend. Somebody saw you with another man. And every time I dial your phone, I hear your voicemail. Baby, let me know if you have changed the plan. We don't talk the way we used to. You got me breaking up inside. I poured out my heart to you. Still for me you hide. You're afraid to let me love you. You act like love is a disease. So come and have a conversation with me, please. Communicate with me. Communicate. If you don't want me, please just let me know. Communicate with me. Communicate. Just tell me if I need to let you go. Communicate with me. Communicate. Let me know if you have changed plan. Communicate with me. Communicate. Sit down and talk to me just like I'm still your man. You sat with me for dinner on my birthday. I ate alone again, you were no call, no show. Reservations for a weekend in the island. And then the day before you tell me you can't go. What am I supposed to think right now? You got me feeling like a fool. When I ask what's going on, you tell me that ain't cool. Just how long am I supposed to wait before I turn and walk away? Are you avoiding me cause you can't find the words to say? Communicate with me, communicate. If you don't want me, please just let me know. Communicate with me, communicate. Just tell me if I need to let you go. Communicate with me, communicate. Let me know if you have changed the plan.